Մի հայտնի անեկդոտ կա, որը երկար չպատմեմ, իմաստը հետևյալն է, սիրելի բարեկամներ։ Ժողովուրդը սկսել է լավ ապրել։ Պարզապես նա չգիտի այդ մասին։ Պետք է տեղեկացնել ժողովրդին։ Նման սկզբունքով է առաջնորդվում այսօր Հայաստանի դե ֆակտո վարչապետը Նիկոլ Փաշինյանը, ով անում է մի պնդում, որը զարմանք է առաջացնում կամ տարական անգրագիտության հետ կապված, կամ գիտակցված ստի հետ կապված։ Լսենք, ապա ես կհիմնավորեմ իմ խոսքերը։ Միսը թանկանալու հետ կապված մենք քաղաքացիներին ասում ենք, մենք ձեր թոշակները բարձրացնում ենք։ Եվ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում միջին թոշակը ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը։ Կամ նա չգիտի, թե ինչ է միջին թոշակը, որը այսօր կազմում է մոտավորապես 59,000 դրամ, կամ նա չգիտի, թե ինչ է նվազագույն սպառողական զամբյուղը, որը այսօր պաշտոնապես կազմում է 80-ից 85,000 դրամ, հետևաբար ինչպես կարող է 59,000-ը մոտ լինել 80-85,000-ին, ես չգիտեմ։ Կամ նա սպառողական զամբյուղը շփոթել է նվազագույն պարենային զամբյուղի հետ, իսկ դրանց տարբերությունը գիտեք որն է, սիրելի բարեկամներ։ Չնայած նույնիսկ միջին թոշակն այսօր կրկին հավասար չէ պարենային զամբյուղին, որը 60-61,000 դրամ է, այսինքն կրկին կա այնտեղ տարբերություն։ Տեսեք, նվազագույն սպառողական զամբյուղը դա ոչ միայն սնունդն է, այլև հագուստը, տարբեր ծառայություններից օգտվելը, կոմունալ վճարները, տրանսպորտից օգտվելը օրինակ։ Այսինքն սպառողական զամբյուղը դա նվազագույն այն կարիքներն են, ոչ միայն սննդի, այլև ապրելու։ Իսկ պարենային զամբյուղը դա սննդի, այսինքն նվազագույն կալորիականության։ Դա չի նշանակում, որ դուք լավ եք ապրում, դա նշանակում է, որ դուք ուղղակի կարող եք գոյություն քարշ տալ։ Հետևաբար միջին թոշակը, որը այո այսօր 59,000 դրամ է մոտավորապես, մոտ է նվազագույն պարենային զամբյուղին, բայց ոչ սպառողական զամբյուղին։ Գիտեք, տարակուսելի է, որ երկրի ղեկավարը օրինակ կարող է թույլ լինել ինչ-որ մի բանից, օրինակ կարող է լինել վատ ռազմական ստրատեգ, դե հաշվի առնելով իր մասնագիտություն, իր կարիերան, բայց գոնե մի բանով պետք է տարբերվի, էլի, ասենք գրագիտությամբ, օրինակ լինի վատ քաղաքական գործիչ լինի, բայց լավ տնտեսագետ։ Օրինակ բիզնեսմեններ կան, չէ, որոնք կարող է շատ գրագետ չլինեն, քաղաքականապես շատ կրթություն ունեցած չլինեն, փորձ չունենան, բայց լինեն լավ կառավարիչներ, լավ տնտեսական կառավարիչներ եւ երկիրը հասցնեն զարգացման մակարդակի։ Այսինքն, ինչ որ մի բանից թույլ ես, եթե գոնե ինչ որ մի բանից պետք է ուժեղ լինես, եթե տարական երկրի ղեկավարի մակարդակին չես ձգում, գոնե պետք է մի քիչ գրագիտություն ունենաս։ Բայց մեր պարագայում մենք տեսնում ենք տոտալ խայտառակություն, անգրագիտություն եւ սուտը որպես նորմա։ Այսինքն ինքը դա ասեց ու անցավ առաջ։ Եվ նույնիսկ այնտեղ հարց տվող լրագրողները նրան չուղեցին։ Ֆիքսենք, սիրելի բարեկամներ, նվազագույն սպառողական զամբյուղը 80-ից 85,000 դրամ է։ Եթե ուզում եք, որպեսզի դուք համարեք, որ Հայաստանում տեղի են ունեցել լավ փոփոխություններ, ձեր թոշակը պետք է լիներ միջին թոշակը այդքան։ Եվ Վրաստանում այդքան է։ Վրաստանում միջին թոշակը գերազանցում է նվազագույն սպառողական զամբյուղին։ Ադրբեջանում մոտ է, միայն Հայաստանում է, որ միջին թոշակը ցածր է նույնիսկ նվազագույն պարենային զամբյուղից։ Այսինքն թոշակառուն ծայրահեղ աղքատ է իրականում։ Եվ ամբողջ տարածաշրջանում Վրաստան, Ադրբեջան, Հայաստան, Հայաստանը միակն է։ Եվ Նիկոլ Փաշինյանը այսօր ժողովրդին ինչ-որ հեքիաթներ է պատմում, ասում է դուք լավ եք ապրում, ուղղակի չգիտեք, ես ձեզ պատմեմ, եւ սուտ է խոսում։ Հիմա բերում է այլ փաստարկներ, որ եթե այդպես չէ, ինչու է Եվրոպա չվերթները ավելացել։ Եվ գնաճը ընդհանուր առմամբ եղել է 29%, այսինքն աշխատող մարդիկ ապրում են 50%-ով ավելի լավ։ Եթե այդպես չէ, թող որևէ մեկը ինձ բացատրի, մասնավորապես դեպի Եվրամիություն Հայաստանի Հանրապետությունից ուղևորը հոսքերի 580% աճը։ Ախր հայտնվել է Wizz Air անունով օրինակ մի ավիաընկերություն, որը մաչելի տոմսեր է տալիս։ Բացի դրանից գոյություն ունեն տուրիստական խմբակային տուրեր, որից օգտվում են քաղաքացիները եւ շատերը օգտվում են վարկով։ Այսինքն, երբ մարդիկ օգտվում են համաշխարհային զարգացումից եւ բանկային, ֆինանսաբանկային ոլորտի զարգացումից տված արտոնություններից, դա չի նշանակում, որ այդ երկրի կառավարությունը ժողովրդին բերել է բարեկեցություն։ Երբ մարդը կարող է իդրամ հավելվածով վարկով օրինակ գնալ թանկարժեք ռեստորան, դա չի նշանակում, որ իր աշխատավարձը թոշակը բարձրացրել է դրա համար է գնում։ Ոչ, դա նշանակում է, որ ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ, վարկերի շնորհիվ մարդիկ կարողանում են իրենց ավելի շատ բան թույլ տալ, բայց իրենց եկամուտները չի ավելանում, ավելանում է միայն վարկային բեռը։ Եվ այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կառուցում է դպրոցներ, մանկապարտեզներ, ասֆալտ է փռում, բացառապես արտաքին վարկերի շնորհիվ, եւ վերցրել են նոր վարկեր, կառուցելու նոր մանկապարտեզներ ու դպրոցներ։
Եվ դա ներկայացնել որպես կառավարության հաջողություն, դա ուղղակի ծաղր է սեփական ժողովրդի նկատմամբ։ Մյուսը ասում է, ինչու են ձեռք բերել բնակարաններ։ Եվ այլն, թող որը մեկ ինձ բացատրի, թե ինչպես ա եղել, որ 2018 թվականից 54000 շուրջ ընտանիք նոր բնակարան ա ձեռք բերել։ Պետությունը դեռևս Սերժ Սարգսյանի օրոք իրականացրեց ծրագիր եկամտահարկի վերադարձով։ Եվ կրկին հիպոթեկային վարկերի շնորհիվ մարդիկ ձեռք են բերել բնակարաններ, բայց չի նշանակում դա, որ իրենք սկսել են լավ ապրել։ Դա նշանակում է ուղղակի ծրագիր է իրականացվել։ Եվ որը քո հայտնագործությունը չէ, դա դեռևս նախորդ կառավարության հայտնագործությունն է, եւ քո կառավարության օրոք այդ ծրագիրը Երևանում չեղարկվել է։ Հետևաբար, հետևությունները թողնում եմ ձեզ, սիրելի բարեկամներ։ Գալիք ընտրություններում մերժեք կատարյալ, ձախողակ, անգրագետ, անպատասխանատու եւ երկրին միայն վնասներ ու պարտքային բեր բերած այս կառավարությանը։ Ընտրեք նրանց, ովքեր գոնե ինչ-որ մի առավելություն ունեն սրանց համեմատ, գոնե մի քիչ գրագետ են։